Դե հերիքա էլի, պապա, իրոք հերիքա։ Ես այդքան աններելի բան չեմ արել։ Ընդամենը գնացել էի, որովհետև հարցեր կային պարզելու։ Դու խելոք։ Հարցեր։ Մեր ու իրանց ընտանիքի մեջ չի կարա հարցեր լինի։ Պապա, կարաք հասկանաք, որ Սոնան ոչ մեկի ու ոչ մի բանի հետ կապ չունի։ Ու ընդհանրապես, դժվար է հասկանալը, որ վաղ թե ուշ ես այդ աղջկա հետ եմ լինելու։ Ուզեք թե չուզեք, ես այդ աղջկա հետ եմ լինելու։ Ես կյանքում առաջին անգամ ամաչում եմ։ Ամաչում եմ, որ դու իմ տղեն ես։ Ես երբեք այսքան նվաստացած չեմ եղել։ Երբեք այսքան ամոթի զգացում չեմ ունեցել վրամ ու դրա պատճառը դու ես։ Դու։ Ինչ ասեմ։ Ամբողջ կյանքում խելոք գլուխս կախ ինչ ասել ես արել եմ, լսել եմ ու հնազանդվել եմ քեզ։ Կյանքում մի անգամ ուզում էի իմ ուզածով ու իմ համար ինչ-որ բան անեի, պապա։ Ես կարող ա քո պատկերացրած տղեն չեմ, բայց էս էլ են հարցը չի, որ պիտի խելոք քեզ լսեմ էլի։ Նորից եմ ասում։ Սոնան ոչ մի բանի ու ոչ մեկի հետ կապ չունի։ Հետ արի։ Ում հետ եմ, հետ արի։ Ձյացակո, իհարկե կներես, ես իրավունք չունեմ խառնվել այս հարցի մեջ, բայց արժեր, որ դրանց պատճառով տղուդ հետ տենց խոսայիր։ Դու էիր մնացել պակաս, ինձ սովորեցնես ոնց խոսեմ տղիս հետ։ Լավ, երևի ես էլ դուրս կամ։ Եկել էի, որ օֆիս գնանք, բայց դե լավ արդեն կարևոր չի։ Դե ինձ հելի քերի ջան։ Քերի ջան բարեր։ Բարև տես։ Ոնց ես։ Նորմալ։ Դու ոնց ես։ Լավ ցավտան, լավ։ Դուրս գանք վարո։ Երկու կում կոֆե մնաց, հետ էլ խմենք դուրս գանք։ Քո համար էլ կա դրած, բայց սարել է երևի արդեն։ Ոչինչ, ես սարն էլ կխմեմ։ Վարուն ասաց մի կուն եք է, հա։ Հա, եկել է։ Եվ ես տենց հասկացա ձեր հանդիպումը լավ չի անցել։ Հա, քերի շատ վատ է անցել։ Ոնց որ Միքոն դիմացած կանգնած չլիներ, լրիվ ուրիշ մարդ էր։ Դե շատ ժամանակ անց է։ Ինչ կապ ունի ինչքան ժամանակ է անցել։ Ինչքան ուզում է անցած լինի, քերի, ինքը պիտի թացը չորից տարբերի, իր լավն ու վատը պիտի հասկանա։ Նենց էր հետս խոսում, ոնց որ ողերիմ թշնամին լինեի։ Ու ամենավատն էս պատմության մեջ այնա, որ մի բառ չթողեց Աշոտի մասին ասեմ։ Նենց բաներ էր խոսում, մինչև հիմա ուշքի չեմ գալիս։ Դե նեղված եղե խոսացել է։ Քերի, այդ ինչ կապ ունի։ Հասկացանք Միքոն փոքր ա եղել, բայց տենց չի, որ այնքան փոքր ա եղել, որ չի հասկացել ու չի հիշում, թե ինչա կատարվել այն ժամանակ։ Լավ, եկեք հետո կխոսենք։ Դե մենք էլ պիտի գնանք խանութ արդեն ուշ է։ Լավ, դե երեկոյան կհանդիպենք։ Եղավ։ Լավ բան չեղավ։ Ձյացակոն մի քիչ չափնանցավ։ Հա, նորմալ է։ Տենց էլ պիտի լիներ Արմո։
Ամեն դեպքում տղեն ես, չարժեր դրանց համար քո հետ տենց խոսեր։ Սոնայից նորություն ունես վրան։ Չէ, Արմո։ Ու այդ մտքից ես ավելի եմ գժվում, արդեն չգիտեմ ինչ անեմ։ Բոլոր էջերը ջնջելա, համարա անհասանելիա, չկա ինքն էլ երկրում չի։ Արդեն չգիտեմ գլուխս որ պատին տամ։ Ախր մի կետ էլ չկա է, որ այդ կետից բռնեմ ու հետքի վրա դուրս գամ։ Կուզես քեզ օգնեմ։ Այդ ոնց պիտի օգնես, Արմո։ Վրամ, դու ինձ նոր չես ճանաչում։ Ու գիտես, որ մեծ շրջապատում եմ։ Ճիշտ առանց քեզ ասելու էլ կարայի ճշտեի, բայց քո ընկերուհին է, ճիշտ կլիներ, որ դու ինձ ասես։ Բայց ոնց ես մտածում, Արմո։ Ինչ-որ բան կա, հա, որ կարանք ճշտենք, իմանանք։ Ամեն դեպքում արի փորձենք, փորձը փորձանք չի բերի։ Որ իմանանք շատ լավ կլինի։ Հիմա դու գիտես այս գործիքներից որը ինչի համար է։ Համարյա։ Չէ, լուրջ եմ հարցնում։ Ես էլ եմ լուրջ ասում, արա։ Հիմա կարող ես ստուգես։ Չէ, չեմ ստուգի, ուղղակի տենում եմ մտքերով ստեղ չես։ Ինձ թվում է հիմա պերֆերատորից կամ ցեմենտից հարց տամ Նարեի մասին ես պատասխանել։ Լավ չես, Վարո։ Չէ, դե կոպիտ համեմատություն արեցի, բայց էտա։ Հասկանում եմ հիմա Միքոյի պահով մտքերի մեջ ես խառն ես, բայց դու 3 լրիվ ուրիշ ծեվտում եկար։ Այդքան տարի քիփ կպած ապրել ենք իրար, ուրեմն ես չգիտեմ քո միմիկաները։ Չգիտեմ, ախպերս ահավոր վիճակա մոտս։ Չեմ հասկանում ինչ անեմ, որ ճիշտ լինի, չնայած այս պատմության մեջ ճիշտ չկա երևի։ Հա, փաստորեն արդեն դու էլ չես հրաժարվում այն մտքից, որ Նարեին հավանում ես։ Ավելի ճիշտ, ոչ թե հավանում ես, այլ մինչև ականջներից ծերս իրարված ես։ Վարո, չգիտեմ ինչ պիտի լինի վերջը։ Երեխա չեմ, որ երկու ոտս դնեմ մի կոշիկի մեջ ու վազեմ Նարեի հետևից։ Դրա վերջն էլ գիտեմ ինչա լինելու էլի։ Ոչ մի ձև մտքից ես դուրս չի գալիս, անընդհատ ինչ-որ պատճառներ եմ ման գալիս, որ գնամ մոտը։ Ես լուրջ եմ ասում, ախպերս իմ հետ սենց բան չի եղել։ Չգիտեմ, անընդհատ Նարեի մասին եմ մտածում, ու հենց իրա մասին մտածում եմ, ինձ կորցնում եմ։ Բարդ դեպք է։ Հասկացա, հիմա ես այդ հարցերը կլուծեմ ու կապվեմ ձեր հետ։ Արմո, Միքո, այա պրես, տեղը բերեցիր։ Բա որ տենց լավ ես տեղը բերելուց, չես հասկացել, որ իմ հետևից պետք չի ընկնել։ ես ոնց ես մեծացել, Միքո ջան։ Պատկերացրու, որ կյանքի օրենքն է տենց։ Մարդիկ մեծանալու հատկություն ունեն։ Ոնց ես, ախպերս։ Արմո չեմ եկել հետդ զրուցելու։ Եկել եմ, որ բացատրես ինչ ես հետևից ես ընկե։ Բան ունես ասելու, տեղս գիտես։ Արի դեմս կանգնի հարցերդ տուր։ Մի խոսքով, սրանից հետո այդ լակոտ լուկուտի չուղարկես իմ հետևից բաներ ճշտելու։ Ոչ դու իմ հետ հարց ունես, ոչ ես քո հետ։ Բայց եթե սեն շարունակես, ես քո հետ լիքը հարցեր կունենամ։ Ես ընդամենը ուզում եմ իմանալ, թե դու ոնց ես։ Համել ես այդ տեղը չի, որ մենք խոսենք։ Միքո ջան, ախպերս, արի գնանք միտեղ նստենք, հանգիստ կխոսենք, մի բաժակ կոֆե կխմենք, մի գյուղում ենք մեծացել, ուրիշ մարդ չենք իրար։ Արմո, ես կարող եմ փոքր եմ եղել, բայց շատ լավ հիշում եմ դու ով ես։ Կոֆե էլ ընդհանրապես չեմ խմում,
Ինչով ես զբաղվում, Միքո ջան։ Ոնց ես ապրում, ախպերս։ Շնչում արտաշնչում եմ, քնում, զարթնում։ Վերջ։ Միքո, ես չգիտեմ ինչի ես դու սենց տրամադրված, բայց ես ընդամենը փորձել եմ քեզ օգնեմ։ Գիտեմ, որ Հայկի հետ կապ չունես, ու մեծ ախպերդ էլ քեզ չի օգնում։ Որպես մեծ ախպեր փորձել եմ քեզ օգնեմ, հետաքրքրվում եմ, իմանամ ոնց ես ապրում։ Հələ մի րոպե։ Գիտես ամենաահավորը որն է, որ Սոնայի հետ միշտ կռիվ եմ արել ու դու գիտես ինչ կռիվներ եմ արել, որ վռամից հեռու մնա։ Բայց հիմա նենց ստացվում, որ ես եմ նույն բանը անում։ Ու հասկանում եմ, որ ուղղակի հետ կանգնել չի լինում Նարեից։ Տարօրինակ է, որ նորս հասկացել այդ ամեն ինչը։ Ինձ մի հայացքներ հերիք էր, որ հասկանայի ոնց ես նայում այդ աղջկան։ Քեզ թվում է նոր եմ իմացել ախպերս։ Չէ, ուղղակի մտածել եմ, որ կանցնի։ Չգիտեմ, մտածել եմ, որ այդ զգացմունքն էլ կհաղթեմ։ Բայց հետո ինչքան շատ պայքարեցի, այդքան շատ սկսեցի մտածել Նարեի մասին։ Ես գիտեմ, որ Նարեի աղբորը սպանել եմ։ Գիտեմ, որ հերս փախել է Լալայի հետ։ Հասկանում եմ, որ ոչ մի շանս չունեմ իրանց տուն մտնելու ու չեմ էլ ուզում։ Ինչքան ես եմ իրանց թշնամին, երկու այդքան էլ իրանք են իմ թշնամիները։ Չգիտեմ ախպերս, երթվում եմ, չգիտեմ։ Ախր ոնց եղավ սենց։ Ես վստահ էի, որ Արփիից հետո ոչ մեկի չեմ կարողանալու սիրել։ Բայց այդ քո որոշելով չի։ Դե հա, հասկանում եմ։ Սոնան ասում էր, որ Նարեն էլ քեզ է սիրում։ Իսկ Նարեն գիտի, որ դու էլ Գիտի։ Գիտի։ Այս վերցրու ախպերս։ Համարի մեծ ախպերդ եմ ու քեզ եմ տալիս։ Որ քեզ վատ չզգաս, համարի պարտքով եմ տվել, հետո հետ կվերադարձնես։ Վերցրու, որ սիրտս հանգիստ լինի, Միքո ջան։ Գիտեմ, որ դժվար կացության մեջ ես, խնդիրների, պրոբլեմների մեջ ես։ Հայկոյի հետ էլ կապ չունես։ Փոքր ժամանակվանից էլ քեզ որպես փոքր ախպեր ընդունել ու սիրել եմ։ Դու ուրիշ ես, Հայկոն ուրիշ է։ Համարի մեծ ախպերդ եմ։ Խնդրում եմ, վերցրա, որ հանգիստ լինեմ։ Արմո այդ փողերը ոնց ցուցադրական հանեցիր, տենց ծալի դիր գրպանդ։ Քեզ ինչ է թվում, ես պիտի քեզնից փող վերցնեմ։ Բա պիտի վերցնես, ինչ պիտի անես։ Դե մեծ ախպերդ քեզ չի օգնում։ Պետք եղավ ինձանից էլ պիտի վերցնես, ուրիշից էլ պիտի վերցնես։ Դու քեզ ինչ եմ ասում։ Մյուս անգամ ախպորս անունը չտաս։ Դու այդքան չկաս, որ Հայկի մասին ծուռ խոսք ասես։ Ես չգիտեմ դու իմ մասին ինչ լուրեր ես հավաքել, բայց պիտի իմացած լինես, որ ոչ մի բանից վախ չունեմ։ Եթե մի անգամ էլ ախպորս մասին տառ ասեցիր, կփռեմ գետնին, հասկացար։ Խոսում եմ, չեմ խոսում Հայկի հետ, այդ քո գործը չի։ Ինքը իմ ախպերն է, իմ մեծ ախպերն է, ու դրանով ամեն ինչ ավարտվում է։ Հասկացանք իրար, Արմո։ Ամեն դեպքում դու պիտի ավելի խելացի լինեիր։ Ամեն դեպքում բերանդ կջարդեմ հաջորդ անգամ Հայկի անունը տաս։ Քեզ լավ մշակել է պետք, Միքո։
Դեռ նեղացած ես ինձանից։ Ուղղակի չէի մտածում, որ կխաբես։ Վրամ, ես քեզ չեմ խաբել։ Ազնիվ խոսք։ Ես ուղղակի չեմ իմացել, որ Սոնան քաղաքից գնում է, որովհետև քեզանից է փախնում։ Ինքը ինձ ասաց, որ մի քանի օրով հանգստանալու է գնում։ Այդ հիմա ոչ մի բան չի փոխում։ Բայց պապայի ասածների մեջ էլ ճշմարտություն կա։ Իրան էլ է պետք հասկանալ։ Երեխա է կորցրել։ Ու հիմա ստացվում է, որ այն մարդը, ով որ կապը ունեցել այդ ամեն ինչի հետ, իր ընտանիքի անդամը գալիս է մեր տուն։ Նարը, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Ես պապային չեմ էլ մեղադրում։ Ես պիտի հասկանաք, չէ, որ Սոնան ոչ Հայկն է, ոչ էլ Հայկի հերն է։ Սոնան լրիվ ուրիշ է։ Նույն ընտանիքից են, չէ՞։ Ավելի Նարը, որ խորանում ես մի ընտանիք էլ չեն։ Բայց այդ կարևոր չի։ Կարևորն այն է, որ Սոնան ոչ մի բանի հետ կապ չունի, անձամբ ոչ մի բանի հետ կապ չունի։ Ես գիտեմ, պապան էլ իր տեսանկյունից է ճիշտ։ Բայց ախր ես էլ սխալ չեմ, չէ՞։ Նարե, տես։ Երբ որ ես իմանում եմ այդ Մարգարի լակոտը ինչ որ հարցով մոտեցել է քեզ, թեկուզ Սոնայի հարցով։ Հազիվ եմ ինձ զսպում, որ չգնամ դրան կտոր անեմ, մասերի բաժանեմ։ Բայց այդ լակոտի պատմությունը լրիվ ուրիշ է։ Այդ լակոտը իրավունք չունի ես տան մոտ գալու։ Ընդհանրապես իրավունք չունի ապրելու։ Ու հիմա էլ որ ապրում է, պիտի շնորհակալ լինի հորս ու իր Մարգար պապուն։ Մի խոսքով, Սոնան ու այդ լակոտը ընդհանրապես համեմատելու չեն։ Սոնան լրիվ ուրիշ է ու ոչ մի բանի հետ կապ չունի։ Բայց ասում եմ առաջին օրվա համար լավ էլ գործ արեցինք։ Տենում ես ոնց եմ լեզու գտնում հաճախորդների հետ։ Ընտիր ախպերս ապրես։ Հայկո ես վիճակը տին վրա էլ է ազդում արդեն։ Ինչ անեմ քո համար ախպերս։ Չգիտեմ, Վարո, ես չգիտեմ ինչ անեմ, դու որտեղից իմանաս։ Չեմ ուզում նես բան անեմ, որ Նարեն ընկնի խնդիրների մեջ։ Մանավանդ որ դրան լիքը սպասող մարդ կա։ Բայց պիտի հերվից աչքս վրան պահեն։ Իա, ձյաձյաբո։ Արո դստո։ Արի։ Ասի գամ տենամ ոնց եք տեղավորը, ոտս խերը բլնի։ Շատ լավ։ Քարից փափուկ տեղ լիներ, կարող է մնայինք ստե գիշերներ էլ տունը չգայինք։ Դե լավ, ես գնամ ձեզ չխանգարեմ հանգիստ շփվեք։ Դու ոնց ես։ Էլի մտքերդ Միքոյի մասին, հա։ Հա, ամել Միքոյի մասն եմ մտածում։ Մեր առաջի հանդիպումը լրիվ ուրիշ ձև էի պատկերացնում, բայց հենց սկզբից ամեն ինչ սխալ գնաց։ Միքոն շատ անշնորհակալ է դարձել։ Սխալ ես, աղբորդ մասին տես բաներ մի ասա։ Քերի լավ ասենք իմ հետ տենց խոսած ինձնից նեղացած է հասկացա, բա դու։ Որ մի քիչ երկար ենք մտածում, դու մեզ օտար մարդ ես, մորքուրիս ամուսինն ես։ Բայց հարազատ հորից շատ բան ես արել։ Էդ էլ է ուրանում։ Դե ես եմ սխալ եղել։ Քերի ինչ սխալ։ Լսի, այն դեպքերից հետո ես մնացել էի երկու երեխու հետ, Միքոյի ու Սոնայի, ու իմ համար շատ ծանր էր դա։ Դե ես մտածում եմ Միքոն տղա է, խելքը գլուխը կլնի, մոռացել է, որ երեխա է, ուշադրությունս տվել է Սոնային։ Ինձ մեղավոր է զգում, փորձում է ավելի շատ իր հետ ժամանակ անցկացնել, բայց արի ուտես։ Գիտես, հետո ուրիշ բան էլ քեզ ասեմ։ Միքոն ու Սոնան շատ մոտիկ էին իրար հետ։ Շատ ժամանակ էին անցկացնում։ Երբ որ դու բերդում էիր, իրանք ավելի մոտեցան։
Գնում էր Սոնայի համար բաներ էր առնում, Սոնան էլ անչափ ուրախանում էր։ Ու ես քեզ ասեմ, որ Սոնան հիմա ստեղ ելներ, Միքոն իրան ուրիշ ձև կպայր։ Ինքը Սոնայի հետ լրիվ ուրիշ մարդ է դառնում։ Երբ որ մի տանը հաց ես ուտում, անկախ քեզնից այդ տան կողքով անցնելուց ավելի զգույշ ու ուշադիր ես լինում, չէ՞։ Բա Միքոն ինչի տենց չի անում։ Ինչի բոլորին ու ամեն ինչ ուրացավ։ Այդքան ասեցիր քերի, Սոնայի հետ ուրիշ մարդ է դառնում հասկացանք, բայց այսքան ժամանակ Սոնային ինչի չի զանգել մի անգամ։ Ինչ իմանամ։ Միքոյից ով է բան հասկանում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Ես Սոնայի մոտ եմ եկել, Սոնա Սահակյան։ Այստեղ է չէ աշխատում։ Այո, այստեղ է աշխատում։ Մի պահ սպասեք, իմ մոտ տեսնեմ եկել ո թե չէ։ Մերսի։ Ով էր Սոնային հարցնում։ Բարև ձեզ, դուք էիք հարցնում Սոնային։ Դու։ Դու ստեղ ինչ ես անում։ Աշխատում եմ։ Երեք քիչ ես վրաս մունատ եկել ես այստեղ վերջացնես։ Գիժ ես, աղջիկ ջան, ես եկել եմ քրոջս մոտ։ Ուղղակի չեմ հասկանում դու որտեղ ես ծլեցիր։ Ես ծաղիկ չեմ որ ծլեմ, ու քո ասած քուրը իմ մտերիմ ընկերուհին է, ասեմ իմանաս։ Մենակ էդ էր մնում պակաս։ Բայց դու ոնց որ շատ անտաշն ես, հա։ Լավ որ Սոնան ստեղ չի, ուրեմն բան չկա շարունակելու։ Ես գնացի, հաջողություն։ Հաջողություն։ Մեկը հեռանում է, մյուսը համենում է, սրանից ավելի վատ օր չէր կարա լինել։ Բարի օր։ Բարի էր։ Ընկերուհի տուր է։ Քեզ ինչ։ Հասկացա, ոնց որ լավ չեմ սկսել։ Ես Վրամի համար եմ եկել։ Ավելի վատ քո համար։ Լիլիթ ջան, Վրամն ու Սոնան սիրում են իրար։ Ու հիմա Վրամը ընկած Սոնային է ման գալիս։ Դու որպես լավ ընկերուհի, լավ կլիներ, որ Սոնայի տեղը ասեիր։ Կամ էլ ասա, ինչ ամառով եք իրար հետ շփվում։ Նախ ես չգիտեմ, երկրորդն էլ որ իմանայի հաստատ քեզ չէի ասի։ Գնա Վրամիտ էլ ասա, որ եթե Սոնան ուզենար իր հետ շփվել, հաստատ կշփվեր, ոչ թե երկրից կգնար։ Ես էլ մտածում եի, որ դու լավ ընկերուհի ես Սոնայի համար։ Հասկանում ես, այստեղ իրենց կյանքի հարցն է որոշվում։ Ինչ ուզի չէր։ Շնորհակալություն, ցտեսություն։ Դու ոնց որ լավ չես հասկանում, հա, աղջիկ ջան։ Ես ինչ ես անում, արա։ Դու որտեղից հայտնվար։ Երկնքից հարցեր։ Այս քո թեման չի, մի խառնվի Միքո։ Ոնց իրա թեման չի։ Այս քո թեման չի, Միքո։ Արի դուրս հեսա կխոսենք։ Այս հարցեր տալու տեղ չի։ Մալադեց անտաշ։ Միքո, որ մի անգամ դեմքից ժպտացի է չի նշանակում, որ ամեն անգամ կարաս գաս ու քիթդ մտցնես այն հարցերի մեջ, որոնք որ քեզ չեն վերաբերվում։ Արա մեծ տղաս չես ամաչում, աղջիկա հետ ես հարցերդ պարզում։ Թե մենակ ուժդ աղջիկների վրա է երիկում։ Արի դու ինձ հունից մի հանի, հա։ Թե չէ ինչ պիտի անես։ Տեղից գտե եկել ես տենց թուն լավ տղա ես խաղում։ Ով ես դու, Սոնայի հետ ինչ գործ ունես։ Սոնայի հետ ես կապ չունեմ, Սոնայի հետ Վրամը կապ ունի։ Ով։ Վրամը Միքո։ Որ շատ բան չգիտես, քեզ թույլ մի տուր ու քիթդ մի մտցր այն հարցերի մեջ, որոնք որ քեզ չեն վերաբերվում։ Սպասիլ, Վրամը ստեղ ինչ կապ ունի։ Վրամն ու Սոնան իրար հետ շփվում են։
ու երկար ժամանակը։ Լավ մնա։ Փաստորեն այդքան էլ անտաշ չես։ Մարդկային արժեքներ ունես ամեն դեպքում։ Սոնան ու Վրամը իրար հետ կապ ունեն։ Հա, չգիտեիր։ Ահագին ժամանակ ընկերություն են արել, բայց հետո են հասկացել ով ովա բաժանվել են, հետո նորից միացել, հետո նորից բաժանվել։ Անկեղծ ասած ես էլ գլուխ չեմ հանում։ Տարական կուլտուրա խոսում եմ։ Չէ, մեկը անտաշ է, էլի, մեկը։ Այստեղից կտրեմ։ Մի քիչ ավելի խորը վարձրու ու փորձի ուղիղ կտրել։ Այստեղից։ Ես քեզ կօգնեմ։ Ուրեք չի ստացվում։ Կստացվի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վրամը տանն է։ Հա, Վրամը Բաքում է։ Լավ դե գնամ մոտ։ Սարմը փոխվել է։ Կատել ես։ Մամ ջան, իրան նման մարդիկ չեն փոխվում։ Այլ ուղղակի իրան պահում ունեն, ոնց որ հիմա պետք է։ Կարող է։ Բայց ես մտածում եմ, որ փոխվել է։ Իսկ ես չեմ հավատում։ Շարունակենք։ Բարի օր։ Բարի օր։ Ես ինչ կա օֆիսում չպիտի լինեիր։ Հա, օֆիսում պիտի լինեի, բայց ավելի կարևոր գործեր կան։ Ինչ գործ։ Դու աղբեր ես։ Բան էիր ասել, չէ՞ ճշտեմ։ Ոնց Արմեն, նորություն կա։ Հələ որ հստակ ոչ մի բան չկա Վրամ, բայց ականջի շշուկներ են հասել, ասացի կարող է քեզ հետաքրքիր լինի։ Հա, Արմո, հետաքրքիր է, արագ ասա։ Հա, այդ թաղերում ապրող ընկերներ ունեմ։ Զանգել էին, ասում են ինչ-որ Հայկը գիշերը ձենը գլուխն է գցել, դրանից հետո էլ տեսել եմ ոնց է Սոնան լացելով ճամպրուկով տանից դուրս գալիս։ Չհասկացա։ Հա, Վրամ, ինչ-որ ընկերոջն է բերել իրանց տուն։ Նստած հելած տղա է, անունն էլ Վարու է ոնց որ թե։ Ես զարմանում եմ այդ քերու վրա։ Անունով կարգին մարդ է։ Ոնց է լինում, որ ջահել աղջիկը տունը թողել այդ հանցագործը գա իրանց տանում։ Արմո, դու հիմա հասկանում ես ինչ ես խոսում, այն ինչ որ դու հիմա ինձ ասում ես, այդ հաստատ ճշտած է։ Վրամ, հաստատը հաստատ չի, բայց դե տղերք ինչի պիտի խաբեն ինձ։ Ոնց հասկանում եմ, Սոնայի գնալու պատճառը այդ Հայկն է։ Քո պահով իմացել է ու թեմա ասարկել։ Ասա, Քաջիկ։ Սակո, բարև։ Բարև։ Սակո, իրար տեսնենք։ Ես ժամանակ չունեմ։ Ես քաղաքում եմ, Սակո։ Չես գալիս, ուրեմն ես կգամ օֆիս։ Չեմ հասկանում, դու գյուղամիջում կանգնած ինձ ինչ ասես ասում ես։ Բարձր ենել ու հիմա էլ զանգում ասում ես, թե պիտի հանդիպենք։ Հա։ Սակո, եթե կարևոր չլներ, ոչ կգայի, ոչ էլ կզանգեի։ Ո՞րն ասում ես։ Այդ ձեր օֆիսի մոտակայքում եմ։ Լավ, այդտեղ սպասի կգամ։
Էս ոնց է զանգել ես։ Զանգել եմ, որ երկու բառ ասեմ ու վերջում էլ ասեմ, որ ինձ չզանգես։ Ինչի։ Ես քեզ երբ եմ նեղացրել։ Ասի քեզ ինչ եմ ասում։ Ես սակայն ասել եմ, որ քո մոտ մի երկու բառ ավել եմ ասել։ Բայց դա զենք չօգտագործես ու իմ անունն էլ Մարգարիտ թորներին վնաս տալու համար չօգտագործես, լսում ես։ Մի րոպե։ Էլ ոչ մի րոպե չունեմ քո համար։ Հիմա ես Սակոին եմ սպասում, Սակոն էլ գա, երկու բառ էլ իրանք ասեմ ու կգնամ։ Օֆիսի մոտ եմ։ Դու հիմա օֆիսի մոտ ես։ Ես ասեցի այն, ինչ որ պիտի ասեի։ Ոնց թե կռվում են։ Ոնց թե ձացակուն երբեք ձեռ չի բարձրացնի Քաջիկի վրա։ Մի րոպե սպասեք, ես հեսա գալիս եմ։ Նարեկ, ես էլ քո մոտ էի գալիս։ Ինչ ա եղել։ Որ խնդրեմ մեքենայիդ բանալիները կտաս։ Կբացատրես ինչի համար։ Շտապ տեղ պետք է գնամ։ Հա, բայց ինչ ա եղել։ Իմ անձնական թեմաներն են, որ խնդրեմ կտաս մեքենայիդ բանալիները։ Նարի ասում եմ շտապ ա։ Ես էլ եմ գալիս։ Ես լսել եմ խոսակցությունդ։ Գիտեմ, որ պապան Քաջիկի հետ է կռվում։ Ես էլ եմ գալիս։ Հնենց որ չեմ իջնելու, քշի գնանք։ Ոնց լսել ես։ Հա, տենց լսել եմ։ Հիմա այդ կարևոր չի, արագացրու։ Քշի գնանք։ Նարա, ես հիմա չգիտեմ ընտել ինչ է կատարվում, բայց երկու տղամարդ կռվում են, դե հասկանում ես, շատ ժամանակ օգնել չեն նրան, լավ կլինի, որ դու հիմա տոնում ես։ Դու հիմա անիմաստ ժամանակ ես կորցնում, սա իմ մեքենան է ու ես չեմ իջնելու, քշի գնանք։ Ես չեմ անի տենց բան։ Գիտես ինչ, հենց հիմա իջի մեքենայից։ Այսինքն։ Հենց տենց իջի։ Եթե գալիս ես նստի, եթե չէ, պապային կզանգեմ, ճանապարհը կասի։ Ուրիշ ճար չես թողնում, Նարես, ինչ համար մարդ ես դու։ Ճանապարհը ասա։ Ուղիղ քշի կասեմ։ Քեզ ինչ արե, Աշոտը որ տենց ես խոսում, ես ընդամենը 10 օր եմ բացակայել։ Ինձ բան չի արել, քեզ արել։ Իսկ ինչ արե։ Խոսա։ Գիշերը մարգերն էի ջրում, հողը չորացել էր։ Ասի ավելի լավ է գիշերը ջրեմ, առավոտ շուտ գնայի դաշտը։ Դες արևն էլ այնքան ուժեղ է, լույսը չբացված վառում է։ Չես իմանում ինչ անես։ Քաջիկ։ Սարուձոր մի ինքի, ուղիղ ասա։ Ինչ ա եղել։ Գիշերը ձեր տանն էր։ Ով։ Մարդ, որ կարա նորմալ դռնից ներս մտնի ու նույն դռնից էլ դուրս գա, բայց որ բալկոնից դուրս գալիս, այդ արդեն Բարի օր։ Բարի օր սա։ Էդ ինչ շտապ բան ուներ ինձ ասելու, որ վերեսկացել եկել Երևան։ Հա? Մենակ չսկսես էլ քո լացուկոցը, թե հոգնել եմ, չեմ դիմանում, չեմ քնում եւ այլն եւ այլն եւ այլն։ Չէ, Սակո։
Եթե մինչև հիմա կաշվիդ վրա չես զգացի, ուզում եմ 1000 անգամ ասեմ։ Էլի չես զգալու։ Օհո, ես ոնց որ խմած չես, հա։ Սակու ես չեմ եկել դեսից դենից խոսամ։ Այդ տեսակ խոսակցությունը մեր մոտ վաղուց արդեն չկա։ Եկել եմ ասեմ, որ ես ու դու պարտք ունենք։ Պարտք ունենք տալու Աստծո առաջ։ Ու այսօրն այդ օրը։